Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հաստատված բազմակողմ քաղաքական, տնտեսական, մշակութային, բարիդրացիական հարաբերությունները նպաստել են, որ իրանցիներից շատերը Հայաստանում ապահով տուն գտնեն։ Շատ իրանցիներ Հայաստան են տեղափոխվել բարձրագույն կրթություն ստանալու կամ աշխատելու, շատերն էլ այստեղ են հաստատվել հայերի հետ ամուսնանալով։ Պաշտոնական անվանումը Իրանի Իսլամական Հանրապետություն, պետական լեզուն պարսկերենն է։ Տարածքով երկրորդ խոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է։ Պետական կրոնը իսլամի շիա ուղղությունն է։ Արգավան Ազադի 2012 թվականին ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության բաժին ընդունվեց, հետո նաև նույն բուհի մագիստրատուրան ավարտեց։ Ուսմանը զուգահեռ սկսեց նաև աշխատել։ Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում իր ճարտարապետական լաբորատորիան է ստեղծել, որտեղ կրթահամալիրի սաները նախագծերի ստեղծման գործընթացին են մասնակցում, մոդելավորումից մինչև քաղաքաշինական պլանավորման հետ ծանոթանում։ Արգավան, ձեր յուրօրինակ միջավայրն եք ստեղծել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, կպատմեք ձեր ինքնատիպ արվեստանոցի մասին։ Այո, մեր համագործակցությունը կրթահամալիրի հետ սկսվել է 2024 թվականի Գագարին պրոյեկտի շուրջ բարոն Աշոտ Պլյանի հետ և իմ առաջին այցից կրթահամալիրին շատ հավանեցի միջավայրը և մի խոսքով մեր համագործակցությունը այդպես սկսվեց։ Իմ որդին 5 տարեկան խմբին միանգամից սկսվեց սովորել, մենք էլ ընթացքում փորձեցինք տարածքը գտնել, միջավայրը ընտրել եւ այդ ծրագիրը մշակել մի խոսքով, որպեսզի կարողանան երեխեքը որպես լրացուցիչ կրթություն ճարտարապետական արվեստանոցին մասնակցել։ Ինչ են անում այստեղ դպրոցի սաները։ Անցած տարի մենք միայն ունենք հնարավորություն, որ քոլեջի երեխեքի հետ համագործակցել երկրորդ եւ երրորդ կուրսին եւ մեր քանակը բավականին քիչ էր, փոքր խումբ էր, 4 հոգի են, իսկ այս տարի արդեն ավագ դպրոցի երեխեքից ունենք 10-րդ եւ 11-րդ դասարանի երեխեքին, որը 19 հոգի են եւ քոլեջի երեխեքներ են շատացել 8 հոգի, մի խոսքով արդեն բավականին մեծ երկու խումբ ունեն։ Իսկ ինչ նախագծեր եք իրականացնում երեխաների հետ։ Սովորողների հետ մենք տարբեր ոնց որ ունենք նախագծային աշխատանքներ, որը նախորդ ես ասում եմ աշխատարան ունենք կամ ընդհանուր դասընթացներ առնելու։ Աշխատարանի դեպքում կոնկրետ մենք աշխատում ենք, որ հենց կրթահամալիրի հետ կապված խնդիրները լուծենք եւ երեխեքի հետ միասին ոնց որ պրակտիկա անցնենք, համ սովորեն, համ խնդիրը լուծենք։ Իսկ այստեղի գիտելիքները կարող են հիմք դառնալ հետագայում մասնագիտական կրթության համար։ Յայն գերմանացիք ասում են այո, համ չէ։ Իրականում հիմնական նպատակը են աղել, որ երեխեքը ծանոթանան ոլորտին եւ կարող է եւ նաեւ այդ մեր ցախ դասընթացները մեր արվեստանոցը բաժարի, որ իրանք շարունակեն որպես մասնագետ ճարտարապետությունը ընտրեն, նաեւ մի իմ անձամբ նպատակ է սնա, որը փոքրուց աշխատել, որպեսզի ծանոթանան մշակույթի հետ, որպես ճարտարապետությունը շատ քաղաքային կարևոր էլեմենտ իրանց
շրջապատը իրաց միջավայրը կարողանան ավելի ճիշտ ընկալեն եւ հասկանան եւ վերաբերվեն որպես ապակա սերունդ եւ քաղաքացի։ Իսկ ուսուցչի դերը ձեզ հոգեհարազատ դարձել է արդեն։ Ճիշտ ասած, այո, միշտ փոքրուց ունեցել եմ այդ ոնց որ ինտուիտիվ բանը, որ սովորացնեմ եւ այս ամեն ինչը իմ էնտուզիազմն է, որը մինչեւ արդեն համարյա 1 տարի է, որը զբաղվում եմ։ Շատ սիրով եմ զբաղվում, շատ հպարտանում եմ ինձանով եւ իմ ուսանողներին, որովհետեւ արդեն ձևավորվել է իրանց մոտ մետածելակերպ։ Քանի սան է սովորում հիմա։ Հիմա 27 ուսանող։ Մենք ունենք բավականին կանաչաբադված տարածք, ազատ շարժում, սա հասանելիությունը մեր համար շատ կարեւոր է եւ գնահատում ենք։ Նույնն է շարունակել։ Բարի օր։ Շատ կարևոր է, որ ամեն ինչ սկսվել է մեր արվեստանոցը հենց սեփական միջավայր ստեղծելուց, չէ՞։ Այս հիշում եք ինչ էր։ Սա չօգտագործվող խորհրդային նկուղ էր։ Այս հիմա այս 150 քառակուսի մետրը մկնանոց էր։ Այստեղով անցնում են, չէ՞, կոմունիկացիաները, եւ սա մեր միջոցներով, կրթահամալիրի միջոցներով մենք կարողացանք այս բարելավել, մտնել նախ նկուղները, այս լուսավորությունը ստանալ, միջավայրը։ Արգավան Ազատի ես ծանոթացել եմ տարիներ առաջ, 4-5 տարի է, ես իրեն ճանաչում եմ Գագարին նախագիծ կաց, գիտեմ ծանոթ եք Արսան Աղաջանյան, դար հիմնադրամ, շատ հետաքրքիր նախագիծ է, երևի Հայաստանի ամենահեռանկարային, հա, ամենակարևոր նախագծերից մեկն է, այսինքն նոր համակեցության, նոր ինքնաբավ, հետաքրքիր համայնքների ստեղծման, գյուղական համայնքների ձևավորման մասին է խոսքը, որտեղ արդեն Արգավանը ներգրավված էր, Արգավանը այդտեղ ունի արդեն ավարտուն աշխատանքներ, որպես ճարտարապետ ներգրաված էր, իսկ ես էլ ներգրաված էի որպես կրթության մենթոր, Գագարին նախագծով կրթության մենթոր։ Եվ պարզա չէի կարող չնկատել այս հետաքրքիր նոր թարմ, ես չգիտեի, որ գործ ունեմ իրանցու հետ, հա, որը Հայաստանը իր սիրո միջոցով, հա, իր ամուսինը գիտեք Արտուր Մանուկյանը, հա, որ սիրո միջոցով ոնց որ բացահայտել է Հայաստանը եւ Հայաստանը դարձրել է իր բնակավայրը։ Նոր ծնվել էր իր տղան իշխանը, հա, իշխանը դեպ արդեն սովորում է կրթահամալիրում, մեր հյուսիսային դպրոցի առաջի դասարանցին է, շատ հետաքրքիր, իմ աղջիկ Սոնայի ընկերն է նաև շատ հետաքրքիր մարդ է, եւ այդտեղ եղավ մեր աշխատանքային հանդիպումը, մենք միասին աշխատեցինք նաև Գագարին նախագծով Ծաղկունքի դպրոցի ձևավորման, նրա նոր գրադարանի, հա, միջավայրի ստեղծման վրա եւ ես շատ արագ տեսա այդ թարմ հետաքրքիր հայացքը։ Եվ այդ փնտրում էինք մարդու, ով կկարողանա այդ դասընթացը ուրեմն որպես, հա, գործնական աշխատանք սովորողների հետ, պատանիների հետ վարի։ Եվ շատ կարևոր էր, որ Արգավանը համաձայնեց սիրով, միանգամից թևերը քշտեց, մտավ այդ աշխատանքի մեջ, սևագործ աշխատանք էր շատ բոլորը անելու եւ ահագին դժվարություններ, որ թվում էին շատ ավելի բարդ ու երկարատև անցնելու համար, մենք անցանք հնարավոր կարճ ճանապարհով։ Շատ բծախնդիր է, շատ, բայց գիտեք, բծախնդիրը ոչ թե փակուղի ստեղծելու համար, առանձնացնելու համար, այլ խնդիրը հասկանալու համար, չէ, ու թույլ չտալու կիսատ պրատություն, ինքը կիսատ պրատությունը իրենը չի։ Առաջի անգամ Արգավանին հանդիպել եմ 3-ից 4 տարի առաջ ու առաջի անգամ որ տեսա իմ կյանքում առաջի անգամ էր որ մարդ հետ որ պարսկերեն է խոսում, պարսկաստանից է շատ հետաքրքիր է այդ ամեն ինչը, ինձ առաջի անգամ էր։ Շփվեցինք իրար հետ, պատմեց որ ճարտարապետությունը ուսումնասիրել Հայաստանում է սովորել ու այն փաստը որ ինքը Հայաստանում էր սովորել, այդ արդեն շատ զարմանալի ու գովալի էր իմ համար, որովհետեւ մարդը ուրիշ երկրից եկել է, սովորել է, հիմա ստեղ աշխատում, կերտում է, չգիտեմ։
շատ հետաքրքիր տպավորություններ թողեց ու իր ոճն էլ տենց ոչ սովորական ոճ է, ամեն ինչը հետաքրքրեց ինձ, որտեղ ինչ որ չափով դիզայներ եմ, այդ ամեն ինչը քաշում է։ Այո։ Հետաքրքրեց, շփվեցինք ու պարզվեց, որ ինքը ճարտարապետով աշխատում է Եվրոպայի հետ, ինձ հետաքրքրեց շատ ու առաջի օրվանից իր դասերին շատ հետաքրքրությամբ էի գնում ու ասում էր, որ կոմոդ ստացվում է, արի այս ծրագիրն է սովորի ես սրանիները, ու տենց ստացվեց, որ դառան գոլեգաներ։ Որպես ճարտարապետ ինքը ամեն ինչին սիմետրիայով է նայում ու սիմետրիան էլ դիզայնի մեջ մանավանդ հիմիկվա մինիմալիզմ աշխարհում սիմետրիան շատ է պետք գալիս ու այդ ամեն ինչը սովորել եմ իրանից։ Բացի այդ ամենը երևի կյանքումս մի քիչ բարդություն է ավելացել, որ հիմա արդեն քայլերուց փողոցներում շենքերին եմ նայում անդադ, ինչ որ ճարտարապետական նոր բան է հայտնվել, նայում ես շենքի ֆասադը ոնց է, շենքի ինչը ոնց է, մի քիչ է բարդացնում է, լավ է ինձ դուր է գալիս։ Մենք ընկերացել ենք, բայց երևի կես տարվա այդպիսի ծանոթություն էլ չի, եթե սենց ժամանակի բերենք, բայց զգացողությունը ոնց որ ես Արգավանին շատ վաղուց գիտեմ, հարազատության զգացողություններ, տեսեք անգամ ազգությամբ տարբեր ենք, բայց այնքան ընդհանուր բան կար ու այնպիսի հարազատություն կար, որ ոնց որ ես հարազատ մարդու եմ գտել, որին վաղուց ուղակի չէի տեսել, չէի հանդիպել։ Իր մեջ ամենաթանկ բանը, որ ինձ համար հարազատության այդպես նշան էր, իր արդարամտությունն է ու խենթանում եմ մեկ էլ իր ծիծաղի համար, որ վարակիչ ծիծաղ ունի ու դրա մեջ այնքան ջերմություն ու այնքան հարազատություն կա, այդ իրանից ճառակող երևի իր ոգին էր, որ ինձ համար շատ հարազատ էր ու ես կարծես հայտնաբերեցի իմ հին ընկերոջը, որին վաղուց չէի տեսել։ Արգավան, ինչպես որոշեցիք, որ Հայաստանում պիտի ճարտարապետի կրթություն ստանաք։ Ճարտարապետությունը արդեն ընտրել էի ավագ դպրոցից, բայց Հայաստանում թե այլտեղ միջև իմ զույգ աղբերս, որ ինքը այդ նպատակով, որ երաժշտություն սովորի եւ եկավ Հայաստան, չէի ընտրել։ Եվ եկա արդեն ոնց որ այդ ամեն ինչը հենց Երևան քաղաքը եւ արդեն ծանոթացա ինստիտուտի հետ, այդպես որոշեցի, որ այստեղ եմ ուզում սովորել։ Իսկ ձեր եւ ձեր ընտանիքի համար արդյոք ընդունելի էր օտարազգի տղամարդու հետ ամուսնությունը։ Ճիշտն ասած, իրանք դրա մասին չենք խոսացել, թեմա չի եղել, որովհետեւ իմ ընտանիքը շատ ազատ եւ բաց մի խոսքով մարդիկ են, որը այդ մեր համար երբևէ թեմա չի եղել։ Երբ առաջին անգամ հայտնեցիք, ինչպես ընդունեցին։ Մենք ոչ ոնց որ ազգի հետ խնդիր ունենք, ոչ կրոնի, ոչ մի բան թեմա չէր, բացի որ մեր տարիքային տարբերությունն է, որը մենք մեր մեջ էր այդ վախը, բայց երբ որ արդեն հանդիպեցին, այդ սա հաղթահարվեց, իրանք շատ հավանեցին Արթուրին։ Հայաստանում 2012 թվականից ապրող Արգավան Ազադին նախ կրթություն ստանալու նպատակով եկավ Հայաստան, ապա ընդմիշտ հաստատվեց հայի հետ ամուսնանալով։ Նախ ուզում էի ծնողս ձեր հետ ծանոթացնել, մայրիկիս անունն Նիլուֆար է։ Շատ հաճելի է, շատ ուրախ եմ։ Տիկին խոշալ եմ։ Ասում շատ հաճելի է, շատ ուրախ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Տիկին Նիլուֆար, Արգավանի անունը հուդայածառ է նշանակում, ձեր անունն էլ շատ նման է հայկական Նունուֆար անվանը։ Ճիշտ եմ ենթադրում, որ այն նույնպես ծաղկի անուն է։ اسم من نیلوفره یه نماده در زبان فارسی Այո, ճիշտ եք, Նիլուֆարը, հենց Նիլուֆար անունի համապատասխան հայերեն անունը ջրաշուշար նշանակում է
եւ ինքը նաեւ սիմվոլ է Լուիսի եւ Պետրաբերության բարակյատ ասել էլի մեր Դա այդ բառը կիրառում ենք մենք էլ հասկանալի է, իսկ այսօր ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք իմ մանկության սիրացած թխվածքը, որ տատիկիս էր պատրաստում, մայրիկս կօգնի մեզ, որ բաղադրիչ չսխալվենք, եւ իր անունը Բժի է։ Տատիկից, այսինքն բաղադրատոմս անցել է մայրիկին, մայրիկից ձեզ, հաճախ եք ինքներդ պատրաստում։ Ճիշտն ասած, ես հենց անցած շաբաթ առաջի անգամ սովորեցի ինքս պատրաստել, եւ Դարյանը շատ սիրեց, առաջի անգամ փորձեց։ Բաղադրիչներ են այստեղ պետք։ Ալուրը դրոժով արդեն բացած թխմորն է, քրքումը, աղը, ստեղ էլ անիսոն, կաթ, շաքար եւ կարակ։ Շատ լավ, ինչից ենք սկսում։ Սկսենք։ Աղում ենք, որպեսզի ինքը փափկի։ Ընտանիքներում հաճախ մայրիկները կամ տատիկները բաղադրատոմսի գիրք են ունենում, սեփական ձեռքով գրած, որը փոխանցում են սերնդեսերունդ։ Ձեր մայրիկը ձեզ փոխանցել է բաղադրատոմսի գիրք։ Ցավոք չի փոխանցել, բայց ուզում եմ որ մի օր Պարսկաստանից կբերի, որտեղ իմ մանկության հիշողությունից մի հատ շատ վառ հիշողություն է, որ միշտ գիրքը բացում էի, մենք տարբեր բաղադրատոմսեր իր հետ ու իմ ամենասիրածը sense կարկանդակ պատրաստել էր։ Այո, ես էլ եմ հիշում տատիկս ուներ, մինչ օրս պահում ենք եւ հաճախ օգտվում եմ այդ բաղադրատոմսերի գրքից։ Վերջապես կարող ենք փորձել քաղցրավենիքը, որի անունը, եթե անկեղծ ասեմ, ես չեմ հիշում, ինչ էր անունը։ Բեժի։ Բեժի։ Եվ ինչ է դա նշանակում։ Ապրես։ Ապրես։ Երկար կյանք ունենաս։ Պետք է երևի ուտել ու դրա մասին մտածել, հա։ Ոնց է։ Լինեմ անկեղծ, ես երբեք անիսոնի համը չեմ սիրել եւ սա միակ ուտելիքն է, որտեղ ինձ դուր եկավ այդ համը։ Իսկապես շատ համեղ է։ Շնորհակալություն շատ։ Ես դու ինձ օգնում ես։ Հա, օգնում եմ։ Ինչ օգնական է։ Օգնականը ուղղակի սոված է շատ։ Արթուր լեգենդներ են պտտվում, որ հրաշալի խորոված եք պատրաստում։ Ինչով է բացառիկային։ Ես այսօր առաջ անգամ լսել, որ ես լավ խորոված եմ սարքում։ Ես սիրում եմ խորոված անեմ միշտ։ Ես չէի մտածում, որ մարդիկ շատ են սիրում։ Այսինքն միշտ սիրում եմ մտածում եմ դե լավ բան է, հյուր են, հիմա ոչ են ասես ինչ վատ խորոված է։ Տեսեք, դուք չեք եղել այսօր մեզ հետ, բայց դպրոցում դրա մասին էին խոսում։ Հա, դպրոցում դաս են տալի։ Ինչպես պատրաստել Արթուրի բաղադրատոմսով խորոված։ Լավ, Արթուր, քանի մենակ ենք, առաջարկում եմ մի փոքր խոսենք Արգավանի մասին։ Ինչով է նա բացառիկ, ինչով նա գրավեց ձեզ։ Ճիշտ ասած, ես առաջի օրը, որ իրան հանդիպել եմ, ես հասկացել եմ, որ լավ կլինի ամուսնանանք։ Հենց մի անգամից։ Հա, ես ինքը ընդհանուր ընկերներ ունենք, ինքը եկավ։ Ես հասկացա, որ լավ կլինի ամուսնանանք։ Այդ մասին իրան ասեցի, ինքը զարմացավ։ Թատրոնում ոնց է, զգում ես, որ ճիշտ է, բայց չգիտես խի հետո ներկայացումը խաղալուց հետո հասկանում ես դու խի է տենց արեցիր, որտեվ կերպարները տենց ուզում։ Հիմա իր կերպարը ուզում էր իմ կերպարի հետ ամուսնանալ։ Իսկ ընտանիքում երկու տարբեր կրոնների, մշակույթների առկայությունը ընտանեկան միջավայրը ավելի դժվար է դարձնում, թե գուցե ավելի հետաքրքիր։ Եվ, բայց մենք այդքան տարբեր չենք։
Ես ամեն դեպքում ես չեմ զգացել այդ տարբերությունը, իմ բարեկամները չեն զգում այդ տարբերությունը։ Դե կա, հա, նյուանսների տարբերություն, բայց այդ նյուանսների տարբերություն կա երևանցիների ու լեննականցիների մեջ էլ, էլի։ Ասենք այդքան տարբերություն, իսկ մշակութային տարբերությունը մենք այնքան երկար ենք իրար հետ ապրել, հայերն ու պարսիկները, այնքան միաձուլված է։ Սերտաճած ենք, հա, ու որտեղից է սկսում պարսկականը, որտեղից է սկսում հայկականը, չգիտես, նույնիսկ լեզուն ըստ Աճարյանի կարծեմ ինչ որ ֆանտաստիկ տոկոս նույն արմատները ունի, էլի, հայերենն էլ, պարսկերենն էլ։ Իրականում հիմա էլ չէ, որքան բառեր կան, որ մենք օգտագործում ենք եւ բարձում է պարսկական բառեր են, մեր լեզվամտածողության մեջ կա։ Մեզ հայերիս քրիստոնյա սարքելա բարթեված ցեղից Գրիգոր Լուսավորիչը։ Հենց որ մեր տարբերությունը ավելի շատ հորինված է, քան իրական։ Իսկ տանը որ լեզվով եք խոսում։ Ճիշտն ասած, ես այդտեղ մեղավոր եմ, որտեղ այտենց է չհասկացա ոնց է պետք պարսկերեն սովորել։ Մենք հայերեն ենք խոսում, ինքը ֆանտաստիկ հայերեն գիտի։ Այո, դա նկատեցի։ Բոլորը նկատում են այդ։ Խորհուրդ տամ Կապույտ մզկիթում ժամանակին անվճար դասընթացներ կար պարսկերեն։ Ես չգիտեմ հիմա գործում է թե ոչ, բայց հրաշալի էին սովորացնում, եթե գործում է հաստատ։ Ես երևի աներձակիս խնդրեմ ինքը սովորացի։ Ինքը ֆանտաստիկ հայերեն է խոսում։ Արդեն ծանոթացել եք ամուսնուս հետ եւ մայրիկիս հետ, ուզում եմ հիմա ծանոթացնեմ իմ ընտանիքի մնացած անդամները։ Հայրիկես Ֆարոմարզ, հարազատ եւ զույգ աղբերես Արաշ եւ հարսես Հասմիկ, իմ սիրելի հարսես։ Եվ Դարյանին արդեն ինքնուրույն Դարյանի հետ եք ծանոթացել։ Այո, իհարկե, այսօր բավական երկար ժամանակ անցկացրեցինք միասին, շատ ուրախ եմ ծանոթության համար։ Մենք հիմա կխոսենք իհարկե բոլորիդ հետ, բայց նախ եւ առաջ ինձ հետաքրքիր է ձեր ծանոթության պատմությունը, ինչպես եք ծանոթացել։ Մենք ծանոթացել ենք մեր ընտանուր ընկերության միջոցով, շատ պատահական։ Ես մի օր գործից հետո գնում էի իմ ընկերների Զավեն եւ Իվանային, որ հանդիպեինք սրճարանում եւ հանդիպել ծանոթացանք եւ սկսվեց մեր խոսակցությունը, որ դու որ կոմպոզիցիա ես անում, քանի որ պարսիկ ես եւ մենք գրում ենք աչից ցախ, արդյոք այդ ամեն ինչը ազդում է քո կոմպոզիցիայի վրա եւ խոսակցությունը դենց սկսվեց։ Եվ 15 րոպեներ չէր անցել, մենք խոսում ենք, որ ես ինչի եմ Հայաստանում եւ այլն, ես ասեցի գնում եմ, որովհետեւ ուզում եի ուսում ես շարունակեի եւ ինքը ինձ ասեց դու հո Իվանայից ավելի լավ չես։ Ասեցի դե Իվանա սիրահարվել է, դու էլ սիրի, ասում եմ ում սիրեմ, ասում ես։ Ես ասում եմ սովա ոնց եղավ, էլ 15 րոպե չի խոսում իրար հետ, ինքը ասում է ինձ սիրի։ Ու տենց սկսվեց, արդեն հրավիրեց ինձ տարբեր հովերի համերգներին, ներկայացումներին եւ մի խոսքով Մարիա երևի 1 ամսից պակաս արդեն սիրահարվեցի եւ տենց էր։ Իսկ ինչը գրավեց Արթուրի մեջ։ Արթուրի երկերը, իր երկրածողությունը, մի խոսքով, իր ազնվությունը, այն ինչ ասեմ, իր գեղեցկասիրուն աչքերը։ Շատ ազնիվ ես, չէ՞ որ 15 րոպեից հետո Միանշանակ։ Մենք Արթուրի հետ դրսում իհարկե խոսեցինք այն մասին, որ գրեթե տարբերություն չկա ձեր ընտանիքում, որ դուք պարսկուհի եք, Արթուրը հայ է, իսկ ձեր դեպքում ինչպես է։ Մի հատ տարբերություն կա։ Երբ որ ասենք, ենթադրենք ասում եմ սուրճ ուզում եք, իրանք ասում են մերսի։ Ու կյանքում չես հասկանա մերսի, հա, թե մերսի չէ։ Ես իրաց սովորացել եմ, ասում մերսից հետո միշտ ասեք, հա, թե չէ։ Արդեն բաբա սովորել ասում է։ Տենց որ Պարսկաստանից հյուրեր ենք ունենում, միշտ ասում եմ, ասեմ սուրճ ուզում եք, ասում եմ մերսի։ Իսկ ամեն դեպքում դա նշանակում է այո, թե Կյանքում։ Նայած ոնց ասես, ինտոնացիայից պետք է ճոգես, այո է թե չէ։ ինչպես արձագանքեցիք, երբ Արգավանը ասաց, որ հայ տղամարդու հետ է հանդիպում եւ պատրաստվում է ամուսնանալ։ در کشور من ارمنیا Մեր երկրում հայերին շատ են հարգում։ Ավելին, մեր լավագույն ռեժիսորները, կինոգործիչները եւ գրողները հայեր են։ Մենք իսկապես գոհ ենք, որ մեր փեսան հայ է։ و برای ما جای خوشبختی بود که دامادمان ارمنی باشه
وقتی ارغوان به من گفتش Երբ Արղավանը մեզ ասաց, որ ուզում է ամուսնանալ, մենք պարզապես ուրախացանք։ Մեզ համար կարևոր չէր, թե որտեղից կամ ինչ ազգության է նրա ամուսինը։ Կարևորն այն է, որ փոխադարձ հարգանք եւ փոխմռնում լինի նրանց միջև, սիրեն միմյանց եւ որ նա բարի ու լավ մարդ լինի։ Դա էր մեզ համար ամենակարևորը։ Առաջ ձեր քույրը ձեր օրինակին է հետևել Հայաստան գալով, դուք որտեղ եք սովորել եւ հիմա ինչով եք զբաղվում։ Այո, ես 17 տարեկանից եկել եմ Հայաստան, կոնսերվատորիայում կոմպոզիցիա սովորեն եւ ավարտել եմ կոնսերվատորիան եւ հիմա ստեղծում եմ երաժշտություն ու դրանով եմ զբաղվում։ Այսպիսի կարծիք եմ լսել, որ իրանցիների համար հայ ընտանիքից աղջիկ ուզելը մեծ պատիվ է համարվել։ Ձեր կինը եւս հայ է, արդյոք սա ճշմարիտ է։ Այո, վստահաբար կարող եմ ասել այո, քանի որ սենց սկսեմ, որ Պարսկաստանում հայերը, մեր սիրելի պարսկահայերը շատ հարգված են ու մեր համար հպարտություն է, որ հայերը մեզի ընդունել են եւ մեզի սիրում են։ Շնորհակալություն, նույնն էլ մեր կողմից է վստահ եմ։ Հասմիկ, դուք ինչպես եք ծանոթացել եւ արդյոք մտածել եք այն մասին, որ այլազգի տղամարդու հետ եք ամուսնանում։ Դա խոչընդոտ եղել է ձեզ համար։ Ну, չի եղել իհարկե, բայց արդյոք մտածել եք դրա մասին։ Հա, երևի սկսեմ նրանից ոնց ենք ծանոթացել։ Մենք ընդհանուր շրջապատի մեջ ենք եղել, արվեստի Չէր պրոյեկտներ ենք արել ես որպես կուրատոր, Արաշը որպես կոմպոզիտոր երաժիշտ ու մի օր հանդիպել ենք գործի նոր պրոյեկտի համար, որը այդ պրոյեկտը չեղավ, բայց մեր հանդիպումը եղավ։ Այ այսպես նստած էինք սեղանի շուրջ եւ խոսում եք եւ հայերեն, եւ պարսկերեն, եւ անգլերեն, այս ձևաչափը հետաքրքիր է դարձնում կյանքը։ Շատ, ես միշտ սիրել եմ, որ մշակույթներ, ազգեր, լեզուներ, որ այդ սահմանները անցնել, ու համար միշտ հետաքրքիր է եղել, դրա համար ինքս անգլերենը ավելի շատ եմ ուսումնասիրել, որ ունենամ այդ պատուհանը դեպի աշխարհ, դրա իմ համար շատ հաճելի է։ Եվ միջմշակութային ընտանիք է ստացվել մեծ։ Շատ սիրում ենք մեր ընտանիքը, շատ լավ ընտանիք է։ Դե եկեք խմենք ձեզ համար, ձեր ընտանիքի համար։ Չնայած տարբեր կրոններ են դավանում, իրանցիները Հայաստանում գտնում են իրենց տեղը եւ մեր երկու ժողովուրդները կողք կողքի խաղաղ գոյակցում են։